Պաստաբան Սերգեյ Հարությունյանի հետ փաստորեն պաշտպանական խմբի անդամ եք, այս պահի դրությամբ ինչ ունեք ասելու, թեև երեկ Արսեն Բաբայանը մի քանի դրվագ ներկայացրեց ցույց տալու համար, թե ինչքան ապօրինի է։ Պարոն Բաբայանը շատ հետաքրքիր ձևով ներկայացրեց, ինչով արդեն ամեն ինչ պարզ է կարելի ասել։ Գիտեք, փորձեմ քիչ այլ ֆորմատով ներկայացնեմ։ Աղջիկս 12 տարեկան է, դպրոցի հաճախում եւ երբ որ պատմության դասերը անցնում է, գալիս է եւ քննարկում ենք։ Ես վստահ եմ, որ որոշ ժամանակ անց, երբ որ այս օրերին անդրադառնանք, մեր երեխաները գալու են ու ասեն. հայրիկ, ինչ էիր անում դու այդ օրերին, երբ որ դասընթացը դա առարկան լինելու է պատմության վերնագիրը, այդ դասը լինելու է մոնղոլ-թաթարական արշավանքներից մինչև ԿՊ արշավանքները հայ առաքելական եկեղեցու դեմ։ Եվ գալու է հարցնելու ինչ էիր անում դու այդ օրերին։ Իմ համար աբսուրդ է եւ զարմանալի է, թե ինչ են պատասխանելու ներկայիս իրավապահ այն աշխատակիցները, լինի քննիչ թե դատախազ, որոնք այս շինծու գործերը կարում են։ Մեղադրանքի վերաբերյալ Արշակ Սրբազանը ինչ է հայտնել, գիտեմ ձեր դիրքորոշումը պաշտպանական թիմի, թե ինչ եք մտածում իրավական առումով, բայց ինքը ինչ է հայտնել, արել է նման բան, թե չէ, ինչ որ որքան պարզ է, որ չի արել, պարզ է, որ չի արել ու որքանով ինձ Արսեն Բաբայանը փոխանցեց, Արշակ Սրբազանը միայն ծիծաղել է այս ամենի հետ կապված, որովհետև այս ամենը արդեն ծիծաղելու է եւ զավեշ տալի է եւ ամոթալի է։ Գիտեք, նույն տրամաբանությամբ, եթե որևէ բուհի տարածքում որևէ ուսանողի մոտ թմրադեղ հայտնաբերվի, նույն տրամաբանությամբ կարող են ասել դեկանը կամ ռեկտորն է դա կազմակերպել, այսինքն մենք արդեն գործ չունենք իրավաբանության հետ։ Ով է անձը, ում ուսապարկում ըստ գործի եւ ցուցմունքով է տվել։ Ես որքանով տեղյակ եմ գործի մանրամասներից, որևէ կոնկրետ ցուցմունք չկա Արշակ Սրբազանի վերաբերյալ, մնացածը հաջորդիվ դուք էլ այս աբսուրդին ականատես կլինեք, ներկայիս վարչախումբը պարզապես առաջնորդվում է այն սկզբունքով, որ անձը կա, հոդված կստեղծենք եւ Վիշինսկին երազեր նմանատիպ աշխատակիցներ ունենալու, որ այն ինչ որ հիմա կատարում։ Լավ, ով էր անձում ուսապարկում թմրանյութ է դրվել, ըստ մեղադրանքի դա չի կարող մեղադրանքում չլինել, էլի։ Դա 18 թվականին այդ ակցիաներ անողներից անկեղծ ազգանունով չեմ հիշի անազգանունով, Կարեն Պետրոսյանը ես չեմ հիշի անազգանունով, ընթացքում ամեն ինչի մասին կտեղեկանաք, բայց սենց ասեմ էլի ձեզ իմ հորդորը, իմ խորհուրդը, այս ամենին մի վերաբերվեք որպես փաստեր, որպես իրավաբանություն, այս ամենին վերաբերվեք այն արշավի շարունակություն, որը արդեն մենք ունենք այս պայդերությամբ 3 սրբազաններ կառնավայրում եւ փորձում են 4 սրբազանին տանել կառնավայր։ Մասիս Մերքոնյանից որևէ ակնկալիք։ Անկեղծ ասած չունեմ ակնկալիք, մենք արդեն բազմիցս ականատես ենք եղել, թե իշխանության սրտի դատավորի պարագայում ինչ որոշումների ենք ականատես լինում եւ հետաքրքրականը այն էր, որ Արսեն Բաբայանը նախորոք արդեն կանխատեսել էր եւ այս ամենը արդեն կանխատեսելի է, հասկանում եք, որ դատավորի մոտ կլինի, ոնց կլինի, չկա այդպիսի հավանականության տեսություն, որով կբաշխվեր 3-րդ սրբազանի գործը նույն դատավորին, բայց մենք ականատես ենք այդ ամենին։ Շատ եղել է երեք Ավանի նստավայրը հերթապահ եղել է, թե հետագան է ավելացել։ Արդեն պետք չի հետևել, նայել, տեսնել, նախորդ անգամներում բազմիցս եղել է, որ Ավանի նստավայրը չի եղել հերթապահ, բայց անմիջապես ավելացվել է ցուցակում, րոպեների ընթացքում գործը մակագրվել է։ Մենք գործ ունենք այս ամենի հետ, ինչին որ ականատես ենք, որը այլևս ոչ իրավաբանության, ոչ ողջամտության հետ կապ չունի։ Միանշանակ։ Պարոն Հարությունյան, ես կուզեի անդրադառնալ նաև քննչական կոմիտեում ձերբակալելու այս դրվագին, մի գործով կանչել, մեկ ուրիշ գործով տանել, սրա նախադեպերը կան։ Մենք այլևս ոչ թե պետք է նախադեպերին նայենք, այլ մենք պետք է առաջնորդվենք այն կանխավարկածով, որ ամեն ինչ հնարավոր է ներկայիս վարչախմբի օրերին, ամեն ինչ հնարավոր է այս իրավապահ համակարգից սպասել եւ գիտեք ոնց ես կարծում եմ այդ ամենը պատահական զուգադիպությամբ չի տեղի ունեցել։
հիմա նիստը սկսված է։ Սկսում է արդեն, շնորհակալ եմ, ստեղ։ Հարված